նախ եկեք սենց մանիպուլյացիայի առաջի շերտի միանգամից պատասխան տամ։ Այլ լսեցիք երկու նախկին նախագահների հարցազրույցները։ Ամեն օր հասարակությունը լսում է իմ ու մնացած մեր գործընկերների հարցազրույցները։ Հայաստանի ընդդիմադիր որևէ ուժ պատերազմ չի արելու։ Հայաստանի ընդդիմադիր որևէ ուժ չի հայտարարում, որ իշխանության գալու դեպքում հրաժարվելու է միջազգային պարտավորությունից։ Ընդհակառակը փորձում են ինչ-որ լուծումներ առաջարկել ռիսկերը կառավարելու նպատակով։ Մի բան էլ Երեք Քոչարյանն էր առաջարկում այդ երաշխիքների համակարգ ձևավորելու մասին, հա։ Անկլավ դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ անկլավների թեմայով երկու բաներ շաբաթ օրը ես եմ առաջարկել, որ դա սառեցվի կամ փոխանակվեն անկլավներ, այսինքն մնա այնպես ինչպես կա, կամ սառեցվի X տարիների մինչև փոխվստահության մեխանիզմներ լինեն։ Հետևաբար Հայաստանի ընդդիմության շարքերում չկա պատերազմի կուսակցություն։ Ուրիշ բան, որ ընդդիմությունը դա չի կարողացել համոզել հասարակությանը կամ հասարակության մի մաս գտնվում է Նիկոլ Փաշինյանի Գեբելսյան քարոզչության ազդեցության տակ։ Ոնց սա մեկ խնդիր, որը պարտադիր ուզեցա նշել։ Պատերազմի հրձիքը չի կարող երաշխավորել խաղաղություն։ Եթե Ադրբեջանի այս բոլոր պահանջները Նիկոլ Փաշինյանը կատարի, մենք խաղաղություն չենք ստանալու, ստանալու ենք գերեզմանային լռություն, ճիշտ այնպիսին, ինչպես այսօր կա Արցախում, երբ հայերից մի խեղճ հաշմանդամ մարդու կերպար են տողել, Ֆեդերիկի կերպարը, որը կռացած Ստեփանակերտի ամայացած փողոցներում զբոսնում է կամ ադրբեջանական ծաղրուծանակի առարկա է դարձել։ Եթե Ֆեդերիկյան խաղաղություն Նիկոլ Փաշինյանի նկատի ունի, կամ գերեզմանային լռություն, կներեք, դա խաղաղություն չի, դա Հայաստանի պետականության ապամոնտաժում է։ Հետևաբար, եթե ընտրություններում խաղաղության թեմայով մի երկընտրանք էլ կա, դա արժանապատիվ խաղաղության կոնցեպտն այն չի կրողն են բազմաթիվ ընդդիմադիր ուժեր եւ դա պետականության ապամոնտաժման քաղաքականությունն այն չի կրողը Փաշինյանն է։ Հերիք այն կմանիպուլացնի։ Ամենամեծ պատերազմը այս երկրի գլխին բերած մարդը, ամենաշատ մարկային եւ տարածքային զիջումներ այս երկրի գլխին բերած մարդը, ամենաշատը մեր նավակը ցնցումների ենթարկած մարդը իրան փորձում է դիստանցավորել որպես խաղաղության պաշտպան։ Չի լինում նման բան։ Խաղաղությունը կոնֆորմիզմ չի։ Խաղաղությունը կզել չի։ Խաղաղությունը պետության արմատները շակալի պես հոշոտել չի։ Այդ բոլոր բառերը խաղաղության սինոնիմ չեն։ Այո։ Կամ հոմանիշ, ինչպես